եմ Ուզունյան Դավիթի ծնողն եմ, ուրեմն մի քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ մեր Արսենին եւ Աբիջանին ձերբակալել են, տեղափոխել են Մասիվի Քաղմաս, հիմա տեղեկություն ունենք, որ Քաղմասից տեղափոխում են Աչափնյակի դատարան։ Ինչ պատճառով են տարել։ Իմ իմացած տեղեկություններով մի քանի օր առաջ որ ՊՆ-ի դիմաց ակցիա կատարեցինք, անհետ կորածների եւ զոհվածների ճակատագրերը, պատճառները, այդ հարցերը, որ ակցիա են կազմակերպել, հորինված ինչ-որ մեղադրանքներ են, լրիվ կարված գործեր են, որովհետեւ ոչ մի հիմք չկար Արսենին ու Աբիջանին ձերբակալելու։ Հիմա իրանք Քաղմասում են եւ տեղափոխվելու են Աչափնյակի դատարան։ Իսկ ճիշտ է, որ ոստիկանների կողմից ցուցմունք կա հենց այդ գործում։ Շատ բան չգիտեմ, ցավոտան։ Իսկ ձեր որտեղ վագի վրա են։ Ինչ էին արել, որ տենց չեմ կարա դա ասեմ։ Ես շատ տեղեկություն չունեմ։ Նախարարության ընդունարան մտնել, հա, շենքի։ ՊՆ-ի, հա, որ այն մենք Ասերյանի հետ այդ օրը հետո ուշացումով հանդիպեցինք, բայց մեր պահանջներ 3 անուն էինք տվել, 3 հոգու հետ էինք ուզում հանդիպեինք, 3-ից մենակ Ասերյանը եկավ մեր այդ հանդիպման, այն երկուսը չեկան։ Հա, բայց մինչև այդ հանդիպումը ինչ որ ընթարում ա եղել, ինչ որ հորինված շինչու եսի ինչերա, դրա համար մեզ հիմա մեզ ասելով մեր Արսենին եւ Աբիջանին կանչել են, տարել են Մասիվի Քաղմաս։ Այսինքն ուզում են, որ անհետ կորածների ծնողները, հարազատները լռեն, որևէ ձայն չհանեն։ Իմ կարծիքով իրանց ուզելով որ ոչ մեկ ձայն չհանի, իրանք իրանց ուզածին հասնեն։ Էտա, սրանք ապիկար, սրանք անբարոյական իշխանություն են, սրանք ինչին ասես ընդունակ իշխանություն է, սրանց ինչ կարամ ասեմ, սրանք ինչ են։ Կառավարության դիմաց եկել էիք այստեղ։ Մենք եկանք որ հասկանանք ինչ ոնց, հետո հասկացանք որ մեզ տեղեկություն ստացանք, որ տեղափոխում են Աչափնյակի դատարան։ Այսինքն ով ընդունեց ձեզ, այստեղ մեկը ընդունեց, ինչ։ Ես դուրս եմ եղել, չեմ խոսել։ Մենք գրել էինք, Մեդիա Հաբը գրել էր, որ մի քանի ծնողների հետ կապված է եղել խնդիրը, քրեական վարույթ է հարուցվել։ Փաստորեն մեկի դեպքում ճիշտ է, իսկ մնացած ծնողների դեպքում դեռ նորից Մեկի դեպքում չէ, երկուսի։ Երկուսի դեպքում։ Արսենին են տարել եւ Աբիջանին։ Մնացածը ստեղ են քլել։ Հիմա պատրաստում են գնանք Աչափնյակի դատարան, մեզ ասացին որ տեղափոխում են իրանց դատարան, հասկանանք հասկանանք ինչ են ասում եւ ձեզ ավելորդ լրացուցիչ տեղեկություն կտանք։ Դեռևս այսքան է, հիմա ժողովուրդ ջան։ Ինչ պահանջներ է այստեղ։ Պահանջը որ բնականաբար պահանջը որ Արսենին ու Աբիջանին ազատ արձակել։ Պահանջս է դա, որովհետեւ անհիմն են, այս անբարոյականները անհիմն ձևի մեզ տղեկին, մեր ծնողներին ուզում են լրացնել, չի կարող։ Ինչ է կարծում, ձեր պահանջը կբավարարվի։ Եթե մարդիկ գան պահանջեն եւ բնականաբար ինքը անհիմն է։ Իսկ դուք ո՞նց եք վերաբերվում այն հաստին ներողություն, որ ասում են ծնողները շշերով հարվածել են ռազմական ոստիկանության ներկայացուցիչներին։ Ինչ շիշ։ Ինչ շիշ։ Ջրի շշերով հարվածել են։ Ինչ որ մեկին կպել է ջրի շիշը։ Տեսանյութերը կա, թող ցույց տան։ Չկա տես բան։ Ստացվում է, որ խորհրդարանում կարան իրար վրա Այ ապրես, իր խորհրդարանում կարան իրար վրա ջրի շիշն են, հա։ Ինչ կամ էլ եթե տես ջրի շիշ է եղել, ինչ տեսել ենք, սովորել ենք։ Ինչ տեսել ենք, սովորել ենք, ժողովուրդ։ Ինչ տեսել ենք, եթե շպրտել ենք էլ, ափսոս ցավում եմ, որ ես չեմ շպրտել, հաջորդ անգամ ես եք շպրտել։ Ես խոսք եմ տալի հաջորդ անգամ եթե նմանատիպ բաներ լինի, ես շարժած կշպրտեմ, որտեվ այդ եմ սովորել։ Երկրի խորհրդարանում դա եք տեսել։ Այո, ես դա եմ տեսել, այդ եմ սովորել, այդքան բան։ Եվ նաև այդ ջրի շշի հետ կապված հատկանշական է, հա, ջուր լցնելու համար օրինակ Գարիկ Գալեյանի խափամամիջոցը կալանք է։ Անհիմն, լրիվ անհիմն, անկապ, ոչ մի այդ կրիմինալ չկա, Գարիկին խեք բռնել, այ վատ մարդիկ։
Հիմա Դա սիրակությունը չթողեց որ հիմա այստեղ բառեր բոլորը ասեմ։ անհետ կորածների եւ զոհվածների Այո։ ծնողներ են։ Հիմա մենք գնում ենք Աչափնյակի դատարան, եթե դուք գաք ընդեղ էլ արդեն մանրամասն ինֆորմացիա կունենանք, ձեզ կտեղեկացնենք։ Մյուսների հետ էլ էլի